պետք է հավաքվենք այստեղ ոգեկոչելու եւ մեր խոնարհումը հայտնելու մեր հերոսաբար զոհված որդիներին, մեր զինվորներին, մեր սպաներին։ Այս միջոցառումը կազմակերպել է հանուն հիշատակի հանրային նախաձեռնությունը։ Ամեն անգամ, երբ մենք այցելում ենք Եռաբլուր եւ տեսնում ենք մեր հազարավոր զինվորների, մեր հերոս տղաների շիրիմները, կարծես մեր հոգին խոնարհվում է եւ մենք բոլորս մեր երախտիկի խոսքն ենք ուզում առ Աստված բարձրացնել մեր զինվորների, մեր հերոս տղաների համար։ Եվ շատ հաճախ հարց է առաջանում. ինչու այսպես ստացվեց։ Ինչու մենք այս ցավը, այս կորուստը կրեցինք։ Ինչու Արցախի հարցը այս ընթացքը ստացավ։ Եվ այս հարցերը երբ որ բարձրացնում ենք, կարծես թե մեր հերոս զինվորների հոգիները վեր են բարձրանում շիրիմներից։ Երկնքից նայում են մեզ եւ ասում են չընկճվեք։ Չընկճվեք, մենք հենց այնպես չենք զոհվել։ Մենք զոհվել ենք գիտակցումով, ինչպես գրված է այս տախտակի վրա։ Գիտակցված մահը անմահություն է։ Եվ ես այստեղից փաստում եմ, այո, դուք անմահ եք, մեր սիրելի հերոսներ։ Եվ մենք մեր խոնարհումն ու պատիվն ենք բերում ձեզ։ Ուզում եմ մի անգամ բան ասեմ, ամեն անգամ երբ որ ես աղոթքի եմ կանգնում եկեղեցում եւ հիշում եմ մեր հերոսներին, կարծես թե ականջիս մեջ իրենց պատգամն է հնչում։ Պատգամ, որ ուժեղ եղեք, ոտքի կանգնեք, թշնամու առաջ չկրանաք, չծնկեք, չհավատաք այն մարդկանց, ովքեր ասում են, որ դուք չեք կարող պայքարել, թշնամին ուժեղ է, չհավատաք դրանց։ Սա պատգամն է եւ հրամանը մեր զինվորների, որոնք հերոսաբար տվեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի, տվեցին, որ մենք ապրենք։ Դրա համար մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հարգենք նրանց հիշատակը։ Եվ ի պատասխան այն մարդկանց, ովքեր ասում են, թե մենք թույլ ենք, մենք պետք է թշնամու հետ պարտադրված խաղաղության գնանք, մենք պետք է զգույշ լինենք, ես կասեմ, թե ինչու մենք հզոր ենք եւ կարող ենք դա անել։ Կարող ենք դա չանել ավելի շուտ, կարող ենք ամուր կանգնել մեր ոտքերի վրա, հառնել ու բարձրանալ։ Ուզում եմ հիշատակել երջանկահիշատակ Վազգեն Վեհապարի խոսքը, որ ասում է. մենք մի ժողովուրդ ենք հավաքված Սուրբ Արարատի լանջերից շուրջ, հազարավոր տարիների վեր։ Մենք միայն այսօրվա հայությունը չէ, որ ներկայացնում ենք, այլ համայն հայության հավաքական ոգին դարերի ընթացքում։ Եվ այդ գիտակցումով էլ մենք այսօր պետք է գիտակցենք, որ մենք եղբայրներ ենք, մենք գործակիցներ ենք, մենք մարտակիցներ ենք։ Հետևաբար մենք պետք է հարգելով մեր զոհերի հիշատակը, մենք պետք է այն հզոր տեսլականով առաջնորդենք, որ պետք է կառուցենք մեր հզոր ու անկախ Հայաստանը։ Այսօր հայոց բանակի օրը խոնարհվում ենք Եռաբլուրում հավերժացած մեր հերոսների անմահ հիշատակի առաջ։ Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հանուն խաղաղության, հանուն ապագա սերունդների լուսավոր օրերի։ Այսօր մենք նշում ենք հայոց բանակի օրը եւ խոնարհում Եռաբլուրում հանգչող մեր հերոսների հիշատակի առաջ։ Նրանք եղել են երիտասարդ տղաներ, ովքեր շատ են սիրում իրենց տանիքը, դպրոցը, հայրենիքը։ Մեր հերոս զինվորները պաշտպանեցին մեր հայրենիքը, որպեսզի մենք ապրենք խաղաղ, սովորենք, երազենք եւ ժպտանք։ Նրանց քաջությունը եւ նվիրումը սովորեցնում է լինել ազնիվ, ուժեղ եւ հայրենասեր։ Եռաբլուրը հիշեցնում է, որ հայրենիքը սիրում են գործով, ոչ միայն խոսքով։ Մենք պարտավոր ենք լավ սովորել, հարգել մեր երկիրը ու արժանի լինել նրա հերոսությանը։ Եռաբլուրը դրությամբ է խոսում, պատմելով քաջության, նվիրումի եւ անսահման հայրենասիրության մասին։ Այստեղ հանգչող յուրաքանչյուր զինվոր ազգային արժանապատվության, մեր բանակի ուժի եւ մեր միասնականության խորհրդանիշն է։ Թող նրանց սխրանքը լինի մեր ուղեցույցը, նրանց հիշատակը մեր սրտերում միշտ կենթանի։ Փառք ու պատիվ հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների, խաղաղություն նրանց հոգիների, ուժ եւ տոկունություն մեր բանակին։ Եռաբլուրը ոչ միայն հուշահամալիր է, այլ նաև լուր դաս, քաջության, պատասխանատվության եւ հայրենասիրության մասին։ Այստեղ հանգչող յուրաքանչյուր զինվոր հիշեցնում է, որ ազատությունն ունի բարձր գին։ Մեր պարտքն է արժևոր նրանց զոհաբերություն, դառնալով կրթված, ազնիվ եւ պատասխանատու քաղաքացիներ։ Թող նրանց սխրանքը լինի մեր ուժի, իսկ հիշատակը մեր խիղճը։ Փառք ու պատիվ հայրենիքի համար զոհված մեր հերոսներին։ Նրանց հիշատակը միշտ կապրի մեր սրտերում։
Սիրելի ժողովուրդ, մեր բանակի կազմավորման տարելից է արդիվ այսօր մենք հարգանքի տուրք մատուցեցինք մեր զոհված ընկերների, մեր նահատակված ընկերների առջև։ Ես որպես զինված ուժերի պայստազորի փոխգնդապետ մոտ 30 տարի ծառայություն տարած սպա, ես ուզում եմ ուղղակի կոչով դիմել բոլորիդ, որ մենք ունենալու ենք մեր հզոր բանակը կրկին, մենք ունենալու ենք կրկին մեր Արցախը ետ ենք բերելու, ոչ մեկը թող չընկճվի, մեր զինվորը, մեր բանակը չի պարտվել, պարտվել է քաղաքական իշխանությունը, թե Արցախի, թե Հայաստանի Հանրապետության, մեր զինվորը միշտ եղել է առույգ, մեր զինվորը, մեր 18 տարեկան այն տղաները, ովքեր հանգչեցին մեր բոլորիս համար, նրանք մարտնչել են գերհզոր պետությունների դեմ և հաղթել են, հավատացած եղեք, հաղթել է մեր զինվորը, մեր բանակը հաղթել է և կրկին մենք հաղթանակած ետ ենք բերելու մեր կորցրածը, փառք մեր զոհված նահատակներին, փառք մեր ընկերներին։ Տիկին Մկրտչյան, այսօր հարգանքի տուրք մատուցեցիք մեր զոհված հերոսներին, ինչ կասեք օրվա խորհրդի մասին և նաև այսօրվա հավաքի։ Այսօր մենք այստեղ Եռաբլուրում հավաքվել էինք խոնարհվելու տղաների հիշատակին, նրանք իրենց կյանքը զոհեցին հանուն մեր խաղաղության, հանուն երեխաների խաղաղության, խաղաղ մեր օրերի, առավոտների, որ մենք այսօր կարողանում ենք արթնանալ, օրը վայելել և ամեն ինչ անել, դա իրենց շնորհքն է, իրենք դեռ շատ երազանքներ ունեին, շատ նպատակներ ունեին, բայց նրանք ցույց տվեցին, թե ինչքան հայրենասեր են և ինչքան են սիրում իրենց հայրենիքը, իրենց կյանքը զոհելով մեզ սովորեցրին ինչպես պետք է սիրել հայրենիքը, կանգնեցին մինչև վերջ ամուր այդ հողին։ Մենք շնորհակալ ենք նրանց, խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ և խոստանում ենք, որ պիտի արժանի ապրենք, որ նրանց զոհությունը անիմաստ չլինի և խոնարհվում ենք և փառք ու պատիվ մեր հերոս տղաներին։